Տունը, որ չի շինել վարպետողանը։ Իսրայելի նախկին վարչապետ Դավիթ Բեն-Գուրիոնը վաղուց հեռացել էր քաղաքական ասպարեզից, երբ հարցազրույց վերցնելու համար լրագրողն այցելեց նրան։ Նա զարմանքից չվարած էր, անգամ հրեական ասկետիզմի չափանիշներով Բեն-Գուրիոնն ապրում էր չքավորի պես, պարզ ու անշուք մի յուղակում։ Ինչպես նորանկախ Հայաստանը, Իսրայելը ևս անցել էր պետականության փշոտուղի, ողջակիզում, պատերազմ, սով, դարավոր թշնամիների շրջափակում, սեփական տուն ունենալու դարավոր երազ։ Վարչապետը չհարստացավ Ալան-Թալանով, չլափեց հրեական սփյուռքի փողերը, հաշիվներ չբացեց արտասահմանյան դրամատներում, չհաղպացավ ստվերային գործարքներով, իր համար շքեղ դղյակներ չկառուցեց, չինական պարիսպներ չքաշեց իր և ժողովրդի միջև։ Բեն-Գուրիոնը կառուցել էր իր ազգի 2000-ամյա փափագի տունը, ինքը պատասպարվելով անխնամ կացարանում։ Արդեն 12 տարի ազգովին կառուցում ենք մեր տունը, կառուցում ենք այրուն տալով, զրկանքի լուծը անմռունչ քաշելով, կառուցում ենք ըմբռնումով, վաղվա օրվա հավատով, իրարից ու աշխարից պարտք վերցնելով, պատերազմը, ցուրտն ու խավարը սպանելով, քրոնիկական հյուծախտից փոտ ընկնող գոտիները ձգելով։ Ապրում ենք, չէ, մաշում ենք մեր բաժին ժամանակը, Աստծուց շնորհված անկախությունը մինչև ինչ էլ անուն են դրել անցումային շրջան։ Այսինչ անցում է, ծայր ու տակ չունի, ասես և խորոչ լինի։ Եվ ինչն ենք անցնում, սահմանը, որ հաստատ, գենետիկական ծրագիր է, մենք միշտ էլ սիրել ենք սահմանն անցնել, երբ մեզ կանչել են անծանոթ եզերքների կարոտը, երբ հարձակվել են օտար նվաճողները, երբ անզուրկ ենք եղել, այսպես դար ու դարեր, հին դարերում, միջնադարում, անգամ խորհրդային բարեկեցության եդեմում չենք սթրվվել մեր տանը, հազարներով ենք անցել, տասնյակ հազարներով անցել ենք, հարստացնելով փախեփաղ բառի հոմանիշները, պանդուխտ, գաղթական, նժդե, վտարանդի, տարագիր, փախչում ենք սեփական տնից, ինչպես յաթաղանից ենք փախչում։ Հեյ գիրի 15 թվական, Թալիաթն ու Էնվերը հիմա ինչպես են ցնծում գերեզմանում։ Ուրիշ է հայի հայրենասիրությունը։ Նա սիրում է հեռվից հեռու սիրել իր հայրենիքը։ Հեռվից սիրելը հեշտ է, անվնաս սեր։ Նա անպայման իր հետ տանում է ձյունաճերմակ Արարատի պատկերը, նոր տան սպիտակափառ պատը զարդարելու։ Վիրտուալ սեր։ Նա այլևս երկինք չի նայում, այլումին է բոյին կռունկից, մեր աշխարհեն խաբրիկը առնելու։ Ահաբեկչական սեր։ Իսկ մենք փրփուրը բերանների շարունակում ենք ճարել Տեր զորից, ցեղասպանությունից, ազգային գաղափարախոսությունից, հայապահպանությունից։ Նեկրոֆիլիկ սեր։ Բեն-Գուրիոնը կառուցեց մեծ տուն բոլոր հրեաների համար։ Իսկ ով պիտի շինի մեր տունը, եթե ոչ մենք, եթե ոչ մեր վարպետողանը։ Իսկ ահա մեր վարպետողանները տնանկ ու ընչազուրկ ուրիշ տուն են կառուցում Սիբիրներում, ռուսական գլուբինկաներում, ամերիկյան տափաստաններում։ Թեթև ձեռքով հայրենիքը փոխում ենք հյուրանոցի հետ։ Գնում է, ով ճար ու հնար չունի մարդավայել ապրելու։ Գնում է, ով ուռճացել է երկրի ունեցվածքը թալանելով։ Գնում են շինականը, շինարարը, գիտնականն ու ուսանողը։ Եվ գուցե թե շուտով կուլ գնալով նյութի ձգողությանը ազգովին փոխենք մեր ազգությունը և դառնանք գնչուական թափառախումբը։ Իսկ մեր պետությունը
տեսնելով չտեսնելու է տալիս, որ կորցնում է ոտքի տակի հողը։ Իսկ մեր հասարակությունը այնքան տկար է, որ սիր չունի հաշվելու, թե ինչքան թանկ այրուն է կորցնում սպիտակ ջարդի անայրուն մարտերում։ Եվ ով պիտի վերջապես ասի. կանգ առեք, ուր եք գնում, ում եք թողնում ձեր տունը, որտեղից եկավ այս հիվանդությունը, որ կոչվում է հիշողության լիակատար կորուստ կամ ապագայի հավկորություն։ Ինչ ճեշտ մոռացանք մեծերի պատգամը հավաքական ուժի մասին։ Չկա հայը, չկա հայրենիքը։ Ուրեմն եւ անկախությունը դառնում է հայից ու հայրենիքից անկախ անկապ հանգրվան։ 600-ամյա թափառական ենք, անտունի։ Երազում ենք քարտեզի վրա մեր տունն ու անկյունն ունենալ, իսկ հիմա յո երթաս հայ